Նորայր Գևորգյան Երևանից։ Երբ խաղում էիր բոնուս դեռ պիտի ընդունվեիր։ Հիմա տարիներ անց դու արդեն ուսանող։ Ուսով եմ 3-րդ կուրսի։ Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ԵՊՀ-ի։ ԵՊՀ-ի։ Այո։ Այսօր ԵՊՀ-ի օրն է։ Ու բոլորն ուզում են գնան հանգստանալ։ Ուրա։ Դու ինչ-որ դասախոս կա, որին ուզում ես ողջունել։ Չէ, առանձնապես ոչ մեկին չէ ուզենա ողջունել։ Այդքան լավ է գործերդ ԵՊՀ-ում։ Նորմալ։ Բարի, գուցե մայրիկը ուզենա ում հետ եկել ես դու այսօր։ Ողջույն մայր։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Յուրաքանչյուր մոր համար, հատկապես հայ մոր համար, երիտասարդի ընդունելությունը բուհ, դա թորան ծնունդի պես ինչ-որ բան է։ Երջանկություն է պարտապես։ Այո։ Բոլոր մայրերին ցանկանում են, որ իրանք միշտ ուրախանան իրանք զավակներով։ Ինքնանպատակ չդառնա բուհը։ Ոչ, իհարկե ոչ։ Թորան ծնունդը ավելի ուրախ բան լինի, քան Իհարկե։ բուհը։ Շնորհակալություն։ Նորայր, պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Հիշեցնեմ քեզ խաղի կանոնները։ Կա 15 հարց, 2 անձեռնմխելի գումար, 8000 եւ 250,000 դրամ։ Գոյություն ունի օգնության հնարավորություններ 50-50, զանգընկերոջը եւ դալիճի օգնության հնարավորություններ։ Խմիր սուրճն այդ, որը կոչվում է Rio Grande, դա մեր ծրագրի հովանավորն է։ Չափազանց ինտելեկտուալ մի սերունդ էր հավաքվել բոնուսում։ Հիմա այդ սերունդը արդեն եկել է գրավելու միլիոնատիրոջ տաղավարը։ Ինչքան է պետք է շուրա երջանիկ լինելու համար։ Դե, ինչպես ասացի, 250-ը լավ կլինի։ Ուր ես ուզում մեկնել։ Պլանների մեջ կա Վրաստան մեկնել, ստեղծով։ Գովազ դիտենք եւ շնորհակալություն հայտնենք Անելիք բանկին, որն առաջարկում է 125,000 դրամը ստանալ եւ ծախսել Վրաստանում օրինակ մայստրո քարտով։ Շանթի եթերում ով է ուզում դառնալ միլիոնատեր, հեռուստաշոուն է Նորայր Գևորգյանի հետ, ԵՊՀ-ի ուսանող, ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա, մաթեմատիկան այն գիտությունն է, որ կիրառվում է ամենուրեք, անգամ Պիֆագորի կարծիքով, դա տիեզերական ուսմունք է եւ ամեն ինչ 1 է, 0, 2, 3, 4 եւ այլն։ Թվերի մոգության հավատում ես։ Ոչ։ Ինչին ես հավատում Նորայր։ Չեմ եմ հավատում։ Դժվար հարց է։ Փողի ուժի։ Դա էլ այդքան չէ։ Եկեք անցնենք խաղին։ Ոնց ասես։ Առաջին հարց 500 դրամ։ Որ նավի դուրս մղած ջրի քանակն է կոչվում ջրատարողություն։ Լողացող, դողացող, սողացող, թռչող հոլանդացի։ Տարբերակա լողացող։ Լողացող նավի դուրս մղած ջրի քանակն է կոչվում ջրատարողություն։ Երկրորդ հարց 1000 դրամ։ Թանկարժեք մետաղյա մազեր ունեցող հեքիաթային հերոսուհի է ոսկե վարսը, ոսկե վարսենիկը, ոսկե ծամիկը, ոսկե ծամածռիկը։ Ոսկե ծամիկ։ Ոսկե ծամիկ։ Տարբերակը։ Ոսկե ծամիկ։ Երրորդ հարց 2000 դրամ։ Լրջախոհ, բղջախոհ։ Մարմնամարզիկներն իրենց վարպետությունը ցուցադրում են այդ կենթանու վրա վարժություններ կատարելով։ Ընձուղտ, ռնգեղջյուր, նժույգ, զեբր։ Տարբերակը նժույգ։ Ծափահարություններ Նորայր Գևորգյանի։ Ճիշտ է, նժույգ։ Չորրորդ հարց 4000 դրամ։ Եվ ազգակից, եւ հարազատ, եւ նույնիսկ մեռած կարող է լինել գանգուղեղը, լեզուն, քթի խոռոչը, լեզվի թույնը։ Ազգակից, հարազատ եւ նույնիսկ մեռած կարող է լինել լեզուն։ Շնորհավոր, 4000 էլ։ Շնորհակալություն։ 5-րդ հարց 8000 դրամ։ Հունական դիցարանի որ աստծո անվան հիմքում է ընկած ժամանակ նշանակող արմատը Ուրան, Զևս, Հադես, Քրոնոս։
Տարբերակ D Քրոնոս, Քրոնիկա, խոսքով ժամանակի հետ Քրոնոսը։ Տարբերակ D։ Տարբերակ D, Խրոնոմետր, Խրոն։ քրոնոմետր, քրոնոգրաֆիա, քրոնոմետրաժ, քրոնոլոգիա։ Քրոնոս, Այո։ բրավո գիտելիքներ։ 8000 դրամ ունես, կարող ես գնալ Վրաստան։ Շորոտ օգնության հնարավորությունն է քեզ միանում, հարցը փոխիր, եթե ցանկանաս, եթե քեզ դա ընդհանրապես պետք է։ Նորայր։ Խաղանք, շարունակենք։ Շարունակենք։ Մայրիկին ողջունենք եւս մեկ անգամ, որ այս հրաշքին լույս աշխարհ է բերել։ Դու հաղթեցիր բոնուսում։ Ոչ, վարտվեցի։ Եվ եկել ես հիմա տեղը գրավելու։ Կարելի ասել։ Կարելի ասել։ 6-րդ հարց 16000 դրամ։ Դենեբ, Ալթայիր եւ Վեգա աստղերը երկնակամարում կազմում են ամառային մեծ երանկյուն, ուղանկյուն, շեղանկյուն, շուրջպար։ Դե քանի որ աստղերը 3-ն են, նշված տարբերակներից երանկյունն եմ բռնում, այսպես ասած, ամընկնում այստեղ։ Տարբերակա երանկյուն։ Վերջնական Այո, վերջնական։ Դենեբ, Ալթայիր եւ Վեգա աստղերը երկնակամարում կազմում են ամառային մեծ երանկյուն։ Ճիշտ է։ 7-րդ հարց 32000 դրամ։ Լատիներեն պրոստատա պրոստատիկա, հայերեն նշագեղձ, շշագեղձ, շագանակագեղձ, շագանակենի, պրոստատա պրոստատիկա։ Նու երևի երկրորդ մասը գեղձ լինի, շագանակենին բացառենք, տենց հա թվում ինձ։ Իսկ նշված Դու դերից երբեմն քո ուղեղը համակարգչի հետ համեմատում ես։ լինում է։ Լավ, եթե գեղձ կա հետը, շագանակենին դուրս մղվեց։ Թումա շագանակագեղձ կարող լինի։ Շագանակագեղձ։ Հա, մնացեցի մի քիչ կարճ է նշագեղձն ու շշագեղձը։ Փորձում եմ արմատներ գտնել, բայց դեռևս չի ստացվում թարգմանելու համար։ 50-50 դահլիճում նստած մարդիկ զանգընկերոջը հարցը փոխել։ Վերցնենք դահլիճի օգնություն։ Վերցնենք դահլիճի օգնությունը, զինվեք վահանակներով։ Պրոստատա պրոստատիկա, դա լատիներեն է, հայերեն նշագեղձ, շշագեղձ, շագանակագեղձ, շագանակենի։ Քվեարկեք։ Ուշադրություն, 2% շագանակենի, 73% շագանակագեղձ, 13% շշագեղձ, 12% նշագեղձ։ Դե տոկոսը շատ մեծ է։ Վստահ ենք դահլիճին։ Ես էլ էի տարբերակին հակված, դրա համար պատասխանը շագանակագեղձ։ Անբեկանելի։ Վերջնական տարբերակ ընդունված։ Շագանակագեղձ, ճիշտ։ Ութերորդ հարցը 7000 Դավես, չէ՞։ Ահա, Համեց։ ոնց։ Տարբերակներից որն է պարունակում հայոց այբուբենի 3 տառի անվանում։ Ապերախտություն, պեսետ, նունուֆար, ծառազարդ։ Ծառազարդի մեջ ծառա ուզան
Համապատասխանաբար C եւ Z տարերի անվանումներն են։ Մյուս տարբերակները չեմ նայելու։ Ծառազարդ։ 50-50 զանգընկերոջը հարցը փոխելու իրավունք վերցնել 32-ը, եթե ոչ 8000։ Քո տարբերակն է։ Ինքս ինձ ստուգելու համար մի անգամ էլ ասեմ, այբեմ գիմ դայց զա, թոժեն ու խեցա ծա, կեհո ձաղա ճեմենի նուշավո չապեջը, ռա սևը։ Ինձ որ ծառազարդի մեջ հաստատ 3 տարի անվանում կա։ Մնացածները Չեմ քննարկի, որտեղ տարբերակ Դ ծառազարդ։ ընդունված է ճիշտ է այն։ Իներորդ հարցը 125,000 դրամ է։ Ամուսնություն բառի փոխարեն կարելի է կիրառել այդ թևավոր խոսքը։ Ոսկե դար, ոսկե շղթաներ, Հիմենայոսի շղթաներ, Հիմենայոսի փորձանք։ Նու ոսկե դարը չի լինի։ Ոսկե շղթաները ոչ բոլոր դեպքում էլի ասենք ամուսնություն տենց ցավալիա որ Հիմենայոսի երբ ինչ որ առասպելից է դրա մասին չեմ լսել։ Գուցե դրա մասին լսել է մեր համակարգիչը 50-50 կամ քո ընկերը։ Ավելի հավանական է որ իմ ընկերը լսած լինի։ Երկու G եւ D տարբերակների միջև, եթե անուբն։ Զանգենք Արա Ավետիսյանը։ Արա Ավետիսյանները։ Իմ ծանոթն է։ Ամուսնացած է։ Չգիտեմ, ճիշտն երևի չէ, բայց չգիտեմ։ Արայիկ ողջույն ձեզ անհանգստացնում է Ավետ Բարսեղյանը։ Ճանաչում եք Նորայր Գևորգյանին։ Այո, Ով է նա։ լավ բարեկամ եք։ Դուք բանկային համակարգում աշխատելով կարող է ամուսնություն բառի փոխարեն ինչ որ թևավոր արտահայտություն իմանաք։ Դրական թե բացական իմ։ Այդ ձեզ կասի ձեր ընկերը 30 վայրկյան համեցեք։ Արա, ամուսնությունը Հիմենայոսի շղթաներն է, թե Հիմենայոսի փորձանքը։ Հիմենայոսը ամուսնության աստվածն է, շղթաները կլինի էլի։ Հա, այդ է, հիմա փորձանք կամ շղթաներ, ուրիշ բան չկա։ Շղթաներին եմ։ Լավ, մերսի Արա։ 10 վայրկյան կա, գուցե բարևեք միմյանց։ Տարբերակ Վստահ ենք Արայքին տարբերակ G Հիմենայոսի շղթաները։ վերջնական Այո։ ամուսնություն բառի փոխարեն կարելի է կիրառել այդ թևավոր խոսքը։ Ոսկե դար, ոսկե շղթաներ, Հիմենայոսի շղթաներ, Հիմենայոսի փորձանք։ Ձեր տարբերակը Հիմենայոսի շղթաներ։ ընդունված է վերջնական տարբերակը, շնորհակալություն։ Սիրելի սայտողներ, ընկերները շատ լավ ու երիտասարդ ու ինտելեկտուալ մասնիկ են կազմում Նորայր Գևորգյանի կյանքում Երևանից։ Ես էլ եմ ծանոթ քո ինտելեկտուալ կարողություններին։ Ամուսնությունը շակերտների մեջ է եւ բարի փոխարեն կարելի է կիրառել այդ թևավոր խոսքը։ Թևավոր խոսքերը հիմնականում բուն նշանակություն չեն բերում։ Այն որ Հիմենայոսը աստվածություն է Հindunastan եղել ամուսնության։ Դա քո ընկերը ճիշտ է ասել։ Բայց արի մի փոքր քննարկենք ամուսնությունը։ Իրենից ինչ է ներկայացնում Հindunastan-ում հատկապես։ Չէ, որ ասեց աստվածությունն է, արդեն շղթաները ավելի շատ է։ Բռնում քան թե փորձանքը։ Իսկն հիմա Հիմենայոսի շղթաներով են կապակցում իրար էլի։ Դու լավ է մինչև 64000 դա քեզ օգնել է։ Իսկն ամուսնանում են, իրանք կապում են իրար հետ եւ տվյալ պարագայում, որ իրանց մոտ Հիմենայոսն աստված է, այսինքն Հիմենայոսը շղթաներով է կապում։ Դու կարծում եք որ ճիշտ է պատասխանը։ Դուք էլ եք այդ կան վստահ։ Այո։ Չէ, խոսքը չի գնում երեխան լավն է թե վատն է։ Ես հասկանում եմ, հարցի մասին է խոսքը։ Դուք կարծում եք որ նա ճիշտ է պատասխանել, ու Արայիկը ճիշտ հուշեց։ Այո։ Ընդունված է ձեր տարբերակներն։ Ուզենայի հայրիկին էլ զանգնել, հասկանալ քանի օքեյ են հասկանում վստահ։ Բոլորը։ Քույր եղբայր կան։ Այո։ Քույր։ Կողքս նստած։ Կլե։ Ողջույն եք քույրիկին։ Հիմենայոսի փորձանք։ Սխալ տարբերակ է։ Շղթաներն են չի։ $250,000 դրամ։ Ըստ Ռոմեն Ռոլանի, ինչն է ամենածանրը մահվան մեջ։
Ռոմեն Ռոլան։ Լռությունը, տանջանքը, բաժանումը, մոռացություն։ Վերցնենք 50-50։ Համակարգչին գտիմ ես, թե Գտիմ եմ։ շնորհակալություն։ Սիրելի եւ հարգարժան համակարգիչ, խնդրում եմ հեռացրու երկու սխալ տարբերակները։ Լռությունը թե մոռացությունն է ամենածանրը մահվան մեջ։ Ջղայնացար համակարգչի։ Մի քիչ։ Ինչու՞։ Հենց այս երկուսի միջև էլ տատանվում էիր։ Չէ, պատասխանեմ A լռություն։ Սա սխալ լինի, չեմ համաձայնվի Ռոմեն Ռոլանի հետ։ Անհամաձայնությունը միշտ բերում է ինչ-որ բան։ Հատկապես մեծերի հետ չէ։ Անհաբերություն Ռոմեն Ռոլանի հետ։ Եթե ընտրում ես միանգամից ընտրես, Տարբերակ A լռությունը։ ես վերջին անգամ եմ հարցնում։ Կորցնում ես 8000-ի վրա ես կանգ առնում, ձեռք ես բերում 250։ Ըստ Ռոմեն Ռոլանի ինչն է ամենածանրը մահվան մեջ։ Լռությունը։ Վերջնական Վերջնական։ ընդունված։ Կասկած չունեմ, որ հիմա լույս վառվի մայրիկի գլխավերևում հարցնեմ ճիշտ է թե չէ, ասելու եմ միևնույն է ճիշտ է, բայց ամեն անգամ պապը փլավ չի բայց նայած պապ, եթե քո նման թորներում ունի հաստատ լռությունը Ռոմեն Ռոլանի հետ դու համակարծիք ես այս անգամ, ճիշտ է։ Ինչն է ամենածանրը մահվան մեջ, լռությունը։ Քառորդ միլիոնը քոնն է։ Շարժում ենք առաջ։ Գնացինք։ Գնացինք։ 10 միլիոն դրամ։ Իտալացի այդ գրողի հիշատակին Վերդին գրել է Ռեքվիեմը։ Դանթե, Մանզոնի, Բերլուսկոնի, Մորավիա։ Ինչ ասեմ, չգիտեմ։ Գիտես։ Հա, չգիտեմ։ Ու տրամաբանությունն էլ չի օգնում։ Տրամաբանությունը ինչքանով կարող օգնի։ Կօգնի այնքանով, որ այդ մարդը պետքա մահացած լիներ Վերդիից առաջ, ժամանակահատվածով։ Բայց այդտեղ, թե չեմ սխալվում, Դանթեն կարա լինի։ Թվում է Մորավյանը կլինի, Բերլուսկոնին դե գիտենք ով, բայց կարող է այդ տանով գրողել ա եղել։ Հիմա չգիտեմ, իրան Մանզոնին էլ ճիշտն ասած չգիտեմ, Մորավիա պարզապես լսել եմ։ Մտածում եմ հարցը փոխեմ, թե պատասխանեմ Մորավիա։ Կարող հարցը փոխեմ ավելի վատ բան լինի։ Աստված էլ բեթարից ասացի, բա որ սխալ պատասխանես։ Ոչ մի բան չի լինել։ Ճիշտ է։ Այն կլինի, որ չեմ կարողանա առաջ գնալ, Իսկ դա կատաստրոֆա չէ։ բայց տվյալ պարագայում շանսերը շատ քիչ են։ Ես ձեռքերս լվանում եմ, ինչպես Պիղատոսը ժամանակին։ Եվ Եկեք պատասխանեմ դե Մորավիա։ եկեք, պատասխանում եք։ Վերջնական է։ Այո։ Ընդունված։ Իտալացի այդ գրողի հիշատակին Վերդին գրել է Ռեքվիեմը։ Խոսքը Մանզոնիի մասին է։ 250,000 դրամը անձեռնությունների մնաց երիտասարդի մոտ, որը կարող է գնալ հաղթեց և կգնա 4 միլիոնով հանգստանալու։ Խաղի էֆեկտը ես քեզ ասեմ 5 միլիոնի էր։ Շնորհակալություն։ Հանձնում ենք քեզ Անելիք բանկի Mastercard չիպային այդ քարտը։ Շնորհակալություն։ Գովաց շնթիետ։